Լեռներ, բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գազով զեփյուրների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառը աղբյուրների, սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների, դուք մոտիկ Աստծուն, աստղերին, լուսնի, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեր ու վերապանծ լեռներ, եւ ով է հողեղեններից այդքան ձեզ նման հպարտ, հզոր, վեհանձն ու մաքուր, որքան ձեր հարազատ որդեգիրը, ձեր մրիկների ու զեփյուրների, ծաղիկների ու կայծակների ծնունդը, ձեր պահած ու փայփայած հովիվը, լեռների հովիվը, անծանոթ ու խորտ կյանքի սրտամաշ հառաչանքներին, գետնաքաշ արարքներին, հացկատակ խաղերին ու տաղերին, հպարտ ու զվարթ որպես այդ ձեր վայրենի ծաղիկների ծաղիկներն էլ իրենց բույրով, հրապուրում ընկնում են ծանր ու կոպիտ ոտների տակ եւ ապականում ցեղ դառնում, քաղաքում բարձրահասակ տան բակում, Յուսրին գայծում ու պար էր գալի մի բարձրահասակ թիկնավետ երիտասարդ, նրա հագին բազմատարած շորերի ցնցոտիներ էին, գլխին ծանր քրդի քոլոզ, զվարթ էր նրա հովական սրնգի ձայնը, ուրախ էր պարի եղանակը, աշխույժ էր եւ պարը միայն տխուր էր թուղ կրակոտ աչքերը, որ երբեմակի նայում էին վերև, նրանք երբեմակի նայում էին վերև, երևի տեսնելու թե օգմին կա պատշգամբներում, թե չէ, նայում էին, սակայն չէին աղերսում, տխուր էր եւ նրա առնական դեմքը յուշիկասև նորածիր շրջանակի մեջ, ուր նշանավոր էին արծվի քիթն ու ուռած շրթունքները, եւ նա ինքն ամբողջ մի մարմնացած վայրենի վիշտ էր, բայց յուր սնին գնացում ու պար էր գալիս։ Նրա հնամաշ շորերի ձորձերը թոչկոտելով դիպչում են բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ծծախաշարժ տեսարան, որ սաստիկ վիրավորում էր նրա հզոր կերպարանքն ու դառն տխրությունը։ Քուրդ, աղաղակեցին երեխաները եւ տանեցիկ նոր ճաշերին ավարտած թմթմփալով սրնգի ձայնին դուրս եկան պատշգամբ նայելու աղքատ քուրդին։ Ավելի ոգևորված քուրդը կրկնապատկեց երանդը, աշխատում էր ցույց տալ յուր բոլոր շնորհքը, զանազան ծամածռություններ ու խեղդակություններ անելով, եւ նա հասնում էր յուր նպատակին, վրևից հրճում ուրախ կչկչում էին, բայց նրբանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչու ինքը պարողը չի ուրախանում, ինչու մենակ նա է տխուր, եւ ինչ կավելանար աղքատ քրդին, եթե մեկն այդ հարցրեր։ Նրան մի քանի կոպեկ սև փող էր հարկավոր, առավ դուրս եկավ, մտավ ուրիշ բակ, պատրաստվում էր ձայն դարձյալ յուր պարն սկսելու եւ մեկն հարցրեց. Որտեղացի է սա տղա, Սասունցի աղա, հապա ուր ես եկել, ես չոբան էի աղա, թուրքերը մեր գեղը քանդեցին, ոչխար նա բաց հարավ կռան տակը, որտեղ երևում էր խաչալի տված լայն վերքի սպին, քոլոզը վարձրեց, ցույց տվեց գլխի պատրվածքը, երևի դրանով ուզում էր ասել, թե հեշտ չի տեղի տվել թշնամուն, եւ դարձյալ ծածկելով սկսեց յուր սրին գացել ու պարել։ Գձիատ Սասուն պապա, հորը բարելով հարցրեց օրիորդը, այդ տամ, դալիկո, ձեռը թափ տալով իբրև պատասխանեց հայրը եւ շարունակեց ղնջոր տալով նայել աղքատ սրնգահարին, որ զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով պար էր գալիս ներքևի բակում։ Զվարթ է նրա սրինգի ձայնը, պարի եղանակ աշխույժ էր եւ պարը միայն տխուր էին նրա թուղ կրակոտ աչքերը, որ երբեմակի նայում էին վերև։ Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածած ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը, նրա հնամաշ շորերի ձերձերը թչկոտելով դիպչում են բարձր ազդրերին ու բաց սրունքներին, հորինելով մի ցավալի տեսարան։